Ողջունում եմ Արմենիա հեռուստաընկերության եթերում մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հիշեցնում եմ, որ այս եթերաշրջանի մեր բոլոր տեսանյութերը կարող եք գտնել Տուն-տեղ հեռուստանախագծի պաշտոնական YouTube-յան ալիքում։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, իսկ եթե ունեք հարցեր, ուղարկեք այդ հարցերը մեզ եւ անպայման կգտնեք դրանց պատասխանները մեր ձևաչափային խորագրերում։ Դե ինչ, բարի եթեր մեզ, իսկ ձեզ բարի դիտում։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, դուք դիտում եք Տուն-տեղ հեռուստանախագիծը, իսկ մենք այս պահին գտնվում ենք Շին հրապարակում, Panorama Hills բնակելի թաղամասի բնակարաններից մեկում եւ հանդիպելու ենք մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Grohe մասնագիտացված կենտրոնի նախագծերի եւ սերվիսի պատասխանատու Ռոմանի հետ։ Ողջույն Ռոման։ Ողջույն Կարեն ջան։ Ռոման, ինչու ենք այստեղ եւ ինչ տեղադրումներ ենք այսօր իրականացնելու։ Կարեն ջան, մենք գտնվում ենք Panorama Hills բնակելի թաղամասում եւ այսօր այստեղ կտեղադրենք Rapid SL համակարգ։ Ահա։ Ռոման, մինչև տեղադրումից խոսելը, եկեք մի փոքր խոսենք նախագծման փուլից, հա։ Արդեն ունեցել ենք այս մասին զրուցել, բայց կարծում եմ կրկին չի խանգարի խոսել այս մասին, որովհետև միշտ բնակիչները վերանորոգումից առաջ սխալներ են, հա, գործում, կամ ժամանակին չեն նախատեսում այն ապրանքները, որ պետք է տեղադրեն, եւ վերանորոգումից հետո խնդիրներ է առաջանում։ Խոսքը կոնկրետ ներկառուցվող համակարգերի մասին է։ Կարեն ջան, լավ կլինի, որ բնակիչը նախագծման փուլում արդեն կողմնորոշվի ներկառուցվող համակարգ է ուզում, ջրամատզուկարանական թե սովորական։ Ռոման, այս բնակիչը ձեռք է բերել Grohe Rapid SL ներկառուցող համակարգը, որը տեսնում ենք հեռվում, եւ ներողություն եմ խնդրում, եթե որոշ աղմուկներ կլսեք, հաշվի առեք, որ մենք Շին հրապարակում ենք գտնվում։ Այսօր փուլային ցուցադրելու ենք ինչպես տեղադրում կատարել եւ հետաքրքիր է, երբ ձեռք է բերվում նաեւ զուգանակոնքը, արդյոք հնարավոր է պայստավորել մինչեւ վերանորոգման ավարտը։ Իհարկե Կարեն ջան, մենք ցանկացած ապրանք մինչեւ 6 ամիս պայստավորում ենք։ Ահա։ Կապ չունի դա ջրաման է, զուգանակոնք է, թե ցնցուղային համակարգ։ Ահա։ Հետաքրքիր է, որ մենք եթերից մեկում խոսել ենք նաև մատչելիության մասին ձեռբերման, այսինքն նաև on-line հարթակով, հա, shop.grohe.am հարթակում արդեն հայալեզու կայքում հնարավոր է ձեռք բերել անմիջապես, ունենալ այդ բոլոր սխեմաները, տրամադրել արդեն բանվորներին, հա, վարպետներին, որոնք էլ ճիշտ ժամանակին կպլանավորեն, հա, նախագծման փուլում։ Այո, Կարեն ջան, shop.grohe.am-ով գնելիս ապրանք 1 օրվա մեջ, 24 ժամվա մեջ ապրանքը առաքվում է։ Ահա։ Ռոման, այսօր տեղադրելու ենք ներկառուցող համակարգ Rapid SL, ինչպես նշեցինք, կան ինչ-որ նրբություններ, որ անպայման պետք է հաշվի առնեն։ Այո, Կարեն ջան, մի քանի նրբություններ կան տեղադրելիս, եթե դու դրան տիրապետում ես, շատ արագ եւ հեշտ կարելի է տեղադրել։ Դե ինչ Ռոման, եկեք քայլ առ քայլ տեսնենք աշխատանքի ընթացքը։ Անցնենք պատի ամրակների տեղադրմանը։ Ձողերը հավաքեք եւ ամրացրեք շրջանակին։ Կարևոր է պատից հեռավորությունը հաշվարկել այնպես, որ կոյուղու խողովակի միացումը լինի անխափան։ Այժմ անցնենք բարձրության կարգավորմանը։ Ինստալյացիայի շրջանակի վրա դուք կտեսնեք 1 մետրի նշանը։ Այն պետք է լինի պատրաստի հատակի մակարդակից ուղիղ 1 մետր բարձրության վրա։ Ոտքերը կարող եք բացել մինչև 200 մմ, սակայն խորհուրդ է տրվում դրանք ամբողջությամբ դուրս չքաշել։ Դիրքը ստուգեք հարթաչափով։ Հատակին եւ պատին անցքերը բացեք 10 մմ-անոց գայլիկանով։ Շրջանակն ամրացնելուց հետո եւս մեկ անգամ համոզվեք հարթաչափի միջոցով, որ այն բացարձակ ուղղահայաց է։ Եթե ամեն ինչ ճիշտ է, ձգեք մանեկները եւ հագցրեք պլաստիկ կլիպսները, որոնք կապահովեն դիրքի կայունությունը։ Հաջորդ քայլով միացնում ենք ջրամատակարարումը։ Այստեղ կա մասնագիտական գաղտնիք։
Մինչև ճկուն խողովակը միացնելը ջուրը բաց թողեք, որպեսզի համակարգը լվացվի։ Սա թույլ կտա խուսափել լցնող փականի մեջ աղբի կամ ավելորդ մասնիկների ներթափանցումից։ Միայն դրանից հետո միացեք խողովակը փականին։ Այն բանից հետո, երբ պատը սալիկապատված է, ավելորդ մասը կտրեք սալիկին հավասար։ Տեղադրեք կոճակը, ստուգեք համակարգի հերմետիկությունը եւ ջրի հոսքը։ Դե ինչ Ռոման այսօր հաջողությամբ տեղադրվեց Rapid SL ներկառուցող համակարգը, հուսամ շատ շուտով վերանորոգումը կավարտվի եւ զուգանակոնքն էլ կառաքեք եւ վերջնականապես կտեղադրվի։ Շնորհակալություն, որ ներկայացրեցիք փուլ առ փուլ տեղադրման ողջ ընթացքը։ Կարծում եմ մեր ստեղծողների համար շատ հետաքրքիր էր։ Շնորհակալ եմ Կարեն ջան, կհանդիպենք առաջիկա եթերներում։ Մենք Արամի հետ տեղափոխում ենք մեկ այլ տաղավար, որտեղ արդեն տեսնում ենք փայտի եւ էպոքսիդային խեժի համադրություններ, ինչու՞ նաեւ միայն փայտ մետաղ։ Արան ինչ կասես այս մասին, նաեւ փայտ ապակի, հա, վերել։ Ինչպես խոսում ենք, հիմա շատ ակտիվ կիրառվում է փայտի ինտերիերում, ինչպես միքսված տարբերակով, այնպես էլ մենակ միայնակ light։ Անեմ կհամաձայնվես, որ շատ հաճախ այս այկոնիկ հաց կապիկի մասերը ինտերիերում այնքան ֆունկցիոնալ դեր չեն ցավում, հա, հիմնականում այսպես արտոբյեկտներ են ծառայում, ինչպես է վերաբերվում այսպիսի արտոբյեկտերի կիրառում ինտերիերներում եւ արդյոք կա ինչ-որ չափ, որ պետք է չանցնել։ Չափ միանշանակ կա, բայց արտ օբյեկտների շնորհիվ է, որ ինտերիերը իր ուրույն ոճն է սխալվում, յուրահատկություն է ձեր։ Դրանից մսապետ չի կարելի, այնուամենայնիվ պետք է ուշադրություն դարձնել ֆունկցիոնալությանը, դրա մասին պետք չէ մոռանալ։ Անպայման։ Ինչպես է վերաբերվում էպոքսիդային խեժին, այստեղ քայտի եւ շատ սպეციფიկ այ յուրահատուկ խենջի ոգ է գալիս այս սրահից։ Սիրում ես այդ համադրությունը փայտի։ Համադրությունը գեղեցիկ է, բայց շատ նույնպես սպეციფიկ է, ոչ բոլորն է սիրում։ Օրինակ դու սիրում ես։ Անկեղծ ասած, շատ զգուշությամբ է վերաբերվում, որովհետեւ կարծում եմ, որ շատ թանկ է իրականում խեժի կիրառումը այն էլ այսքան մասշտաբային մեծ սեղանների պարագայում եւ երբեմն ոչ արդարացված, բայց շատ գեղեցիկ է իհարկե։ Եթե տեսնում ենք դեկորներ, կրկնություն կարծես թե այս տարի միտում է, նույն առարկայի կամ դետալի կիրառում է ինտերիերում մի քանի տարբերակներով, ինչ կասես սրա մասին, սա նորմալ է, այսինքն հավաքական այնքան էլ ոչ է, բայց այս տարի շատ ակտիվ է ներկայացված։ Դու հիշում ես, հենց նոր մենք տեսանք ապակու կիրառումը, այո, նմանատիպ դեկորներով ստացել են հետաքրքիր գեղեցիկ պար, միանշանակ է փոխադիտում է։ կգնահատեն միանշանակ, այո։ Ես կարծում եմ նոր տրենդ է, որը որ ապագա ունի։ Շատ լավ։ Արամ, կարծես թե մարկանց ոսկը չի պակասում։ Արդեն մենք միայն այսքան մարպեսնելուց հոգնում ենք, որովհետև հազարներով անընդհատ գալիս են, անընդհատ շարժ, տպավորությունը, որ ինչ-որ միկրոքաղաքում են գտնվում։ Աշխարհի բոլոր դիզայներները։ Այո, որտեղ աշխարհի բոլոր հայտնի անհայտ երիտասարդ դիզայներները հավաքվել են եւ մեկս մյուսով ողջևորվում ենք, ուսումնասիրում ենք, նաեւ շատ հայր տեսանք։ Այո, շատ նաեւ հայ դիզայներներ են այստեղ, շատ հետաքրքիր է, շատ կարծում եմ հետաքրքիր համայնք է ձևավորվում, նոր ընկերներ ձեռբերելու նաեւ, որովհետեւ հենց այսպիսի հարթակներում է, որ ճանաչում են տարբեր երկրների դիզայներներ, համագործակցում են միմյանց հետ եւ ինչու ոչ նաեւ Ուկերանում։ Ես առաջարկում եմ փնտրեք նոր աղավարներ։ Գնացինք։
Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տան տեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Տոգաս ընկերության պատմությունը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդ եւ տաղանդավոր Իլյաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ Իսկ 1970 թվականին բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորի ստացած եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի նոր հավաքածուներ։ 1995 թվականին Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ Իսկ այսօր Տոգաս ընկերությունը 140 բուտիկ եւ ատելյե է ներկայացնում աշխարհի 18 երկրներում։ Բարձրորակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները, դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Բարև ձեզ, ես Միլենա Կարապետյանն եմ, Տոգաս ընկերության խորհրդատուն։ Այսօր կներկայացնեմ ձեզ Տոգաս ընկերության սպասքի հավաքածուները։ Ճենապակյա սպասքը հիացմունքի առարկա է արդեն բազմաթիվ դարեր։ Կերամիկական այս տեսակները, ինչպիսիք են ֆայանսը կամ տերակոտան, չեն կարող մրցել ճենապակու նրբագեղության, քնքշության եւ միաժամանակ ամրության հետ։ Դրա պատրաստման գաղտնիքը, որը բացահայտվել է մոտ 3000-ամյակ առաջ, երկար ժամանակ պահվում էր խիստ գաղտնի։ Միայն 18-րդ դարի սկզբին գերմանացի գիտնական Յոհան Բետկերը բացահայտեց դրա արտադրության տեխնոլոգիան։ Այդպես ստեղծվեցին մինչ օրս հայտնի Մեյսոնի ճենապակյա արտադրանքները։ Ճեմապակին կարող է լինեն տարբեր փափուկ եւ կարծր ոսկրային կամ բիսկվիտային, եւ դրանք պարզապես անվանումներ չեն։ Բոն Չայնան ոսկրային ճենապակի է, հնարավոր լավագույն տեսակներից մեկը։ Դրա գաղտնիքը ոսկրային փոշու օգտագործումն է, որի հիմքը կազմում է եւ դրա պարունակությունը արտադրությունում կազմում է 40-ից 45%։ Ոսկրային ճենապակին ունի մարգացիա երանգ, այն բարակ է, գրեթե թափանցիկ, եթե դիտենք լույսի ներքո։ Հպման ժամանակ այն արձակում են նուրբ մեղեդիա ձայն, որը հնարավոր չէ կրկնել կերամիկական կամ այլ տեսակներով։ Չնայած իր կիսաթափանցիկությանը եւ տեսանելի փխրությանը, այսպիսի ճենապակին շատ ավելի ամուր է, ունի բարձր դիմակայություն քիմիական նյութերի նկատմամբ եւ ջերմությամբ։ Այ գրեթե չի փոխվում ժամանակի ընթացքում, չի խամրում, պահպանում է իր սպիտակությունը ու փայլը։ Տոգասի հավաքածուում ներկայացված են այս բարձրակարգ ճենապակուց պատրաստված նրբաճաշակ սպասքի հավաքածուներ Նեա, Կանի, Նատուրիս։ Դրանք նուրբ գեղեցկությունը լրացնում են նրբագեղ դիզայնով։ Արտադրանքի վրա դեկոլի մեթոդով կիրառված է 24 կարատանոց ոսկունուրբ նախշերը։ Կարծր կամ փափուկ ճենապակի հասկացությունները իհարկե պայմանական են։ Տոգասի կարծր ճենապակին ներկայացված է բինոշ յուրահատուկ շարքում։ Բինոշ սպասքը հիշեցնում է ձեռքով պատրաստված կավե իրեր, գծերի անկրկնելի անհարթություններով։ Բիսկվիտային ճենապակուց պատրաստված սպասքի հավաքածուները յուրահատուկ են եւ ունեն բազմաթիվ երկրագուներ։ Սրանք չդրակված անփայլ մակերես ունեցող արտադրանքներ են, հատկապես գեղեցիկ են ռելիեֆային դուրս եկող նախշերով ձևավորված մոդելները։ Չջրանակված արտադրանքի պատրաստման տեխնոլոգիան սկիզբ է առնում Ֆրանսիայում։ Տոգասի հավաքածուում ներկայացված է այս հրաշալի նյութից պատրաստված սպասքի շարքը եւ օրիգինալ թեյի բաժակներ։ Սրանք հեղինակային դիզայնի արտադրանքներ են, զարդարված խոշոր ծաղիկներով եւ տերևներով, որոնք ստեղծված են 3D տեխնիկայով։ Առանձնանում են թավշյա ֆոնի վրա եւ ունեն չափազանց գրավիչ տեսք։ Ջնարակով։ Ներսի հատվածը պատված է հարթ ջնարակով։ Սպիտակ ոսկի այսպես են անվանում,
ճենապակին հին ժամանակներում։ Եվ իսկապես նրբագեղ սպասքի հավաքածուները կդառնան ցանկացած տոնակատարության զարդ։ Իսկ բաժակները ամեն օր կպարգևեն գեղեցիկ թեյախմության հաճույք։ Ողջույն, ես Սահակն եմ, ներկայացնում եմ Տինտակոլ ընկերությունը։ Այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք եվրոպական ստանդարտներով եւ իտալական տեխնոլոգիայով Հայաստանում արտադրված բացառիկ նյութեր։ Aquashield ջրամեկուսիչ նյութը եւ էպոքսիդային կարանյութը Bond Master-ը։ Aquashield հուսալի ջրամեկուսացում յուրաքանչյուր տարածքի համար։ Aquashield-ը օգտագործման համար պատրաստի ռեզինային մածուկ է, որը նախատեսված է ներքին եւ արտաքին տարածքների պրոֆեսիոնալ ջրամեկուսացման համար։ Այն ունի բարձր էլաստիկություն, խոնավադիմացկունություն եւ քլորադիմացկունություն, ապահովելով երկարատև եւ հուսալի պաշտպանություն նույնիսկ ամենաբարդ պայմաններում։ Հարմար է լոգարանների, պատշգամբների, տերասների եւ սպա տարածքների համար, ինչպես նաեւ լողավազանների ջրամեկուսացման համար։ Կիրառվում է ինչպես հատակների, այնպես էլ պատերի վրա, ներառյալ տաքացվող հատակների համակարգերը։ Aquashield-ը պատրաստ է անմիջապես օգտագործման, առանց լրացուցիչ խառնուրդների կամ բարդ նախապատրաստման։ Չի պահանջում ամրացնող ցանց կամ հատուկ գործվածքներ, ինչի շնորհիվ աշխատանքը դառնում է ավելի արագ, հարմար եւ արդյունավետ։ Նյութը կարելի է քսել գլանակով կամ խոզանակով, ստանալով հավասար եւ ամուր ջրամեկուսիչ շերտ։ Արագ չորացման շնորհիվ հնարավոր է մի քանի շերտ կիրառել նույն օրվա ընթացքում, իսկ արդեն 24 ժամ անց սկսել սալիկապատման աշխատանքները։ Aquashield-ը հարմար է տարբեր հիմքերի համար՝ բետոն, ցեմենտային շերտեր, գիպս, ինքնահարթեցվող մակերեսներ, հին սալիկներ եւ այլ շինարարական հիմքեր։ Արտադրանքը էկոլոգիապես մաքուր է եւ անվտանգ օգտագործման համար, ինչպես նաեւ պահպանում է իր բարձր էլաստիկությունը նույնիսկ ցածր ջերմաստիճաններում։ Օգտագործեք Aquashield, երբ անհրաժեշտ է հուսալի ջրամեկուսացում, երկարատև պաշտպանություն եւ պրոֆեսիոնալ արդյունք։ Bond Master. Երբ որակը պետք է լինի անզիջում, իսկ արդյունքը կատարյալ, ապա կիրառեք Bond Master։ Ներկայացնում ենք Bond Master էպոքսիդային հիմքով ունիվերսալ կարանյութ, որը պարզապես կարանյութ չէ, այլ նաև սոսինձ, երկկոմպոնենտ համակարգ, հատուկ իներտ բաղադրիչ եւ էպոքսիդային հեղուկ, որոնք միասին ստեղծում են բացառիկ ամրություն եւ հուսալիություն։ Զրոյական ջրակլաներություն, խոնավությունը պարզապես չի անցնում։ Իդեալական լուծում լողավազանների, լոգասենյակների եւ մոզաիկաների համար։ Դիմանում է թթուների, հիմքերի եւ քիմիական ազդեցություններին։ Չի մաշվում, չի քերվում, չի կորցնում իր տեսքը։ Հեշտ կիրառվող է, օգտագործելուց անմիջապես հետո մաքրվում է պարզապես ջրով։ Գույնը չի փոխվում ժամանակի ընթացքում։ Էկոլոգիապես մաքուր եւ լիովին անվտանգ։ Ընտրի կատարելություն ոչ միայն այսօր, այլ տարիներով։ Հուսամ մեր խորհուրդները ձեզ օգտակար կլինեն եւ դուք այն կարող եք կիրառել ձեր շինարարական աշխատանքների մեջ, իսկ հարցերի դեպքում կարող եք կապնվել մեր տեխնիկական թիմի հետ։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Քրիստինան է, տուն-տեղ հեռուստանախագծի Smart Design խորագրի ներքո։ Այսօր սկսում ենք մեր ճանապարհորդությունը դեպի ենթակառուցվածքների գուցե ամենակարևոր հանգույց։ Խոսելու ենք էլեկտրատեխնիկական համակարգերի մասին։ Սա այն հիմքն է, որի վրա կառուցվում է ցանկացած շենք, լինի դա տուն, հյուրանոց կամ բիզնես կենտրոն։ Ամեն ինչ աշխատում է նորմալ, մենք գրեթե չենք մտածում էլեկտրական համակարգերի մասին։ Բայց հենց այստեղ է ամբողջ պատասխանատվությունը, անվտանգություն, կայունություն եւ համակարգերի ճիշտ աշխատանք։ Էլեկտրատեխնիկական համակարգերը ներառում են մի քանի կարևոր բաղադրիչ։ Առաջինը՝ էլեկտրամատակարարում։ Սա այն ճանապարհն է, որով հոսանքը հասնում է շենք։ Երկրորդը՝ բաշխում։ Հոսանքը պետք է ճիշտ եւ հավասար բաշխվի տարբեր գծերի միջև, կախված անհրաժեշտությունից։ Երրորդը՝ կառավարման եւ պաշտպանության սարքերը։ Դրանք ապահովում են, որ համակարգը աշխատի անվտանգ եւ կանխի վթարները։ Շատ կարևոր բաղադրիչ են նաեւ բաշխիչ վահանները։ Այստեղից է կառավարվում համակարգի ամբողջ էլեկտրամատակարարումը,
որտեղ ինչքան հոսանք պետք է գնա, ինչպես պետք է բաշխվի եւ ինչպես պետք է պաշտպանվի համակարգը։ Եթե այս հատվածը ճիշտ չի նախագծված կամ իրականացված, առաջանում են լուրջ ռիսկեր, ինչպես օրինակ գերծանրաբեռնվածություն, կարճ միացում կամ սարքավորումների վնասում, եւ սա կարող է բերել ոչ միայն ֆինանսական կորուստների, այլ նաեւ անվտանգության լուրջ խնդիրների։ Հենց դրա համար էլ շատ կարևոր է, որ էլեկտրական համակարգերը նախագծվեն եւ իրականացվեն մասնագետների կողմից։ Team Systems-ում մենք իրականացնում ենք էլեկտրատեխնիկական համակարգերի ամբողջական լուծումներ, սկսած նախագծումից մինչև վերջնական տեղադրում։ Մենք հաշվի ենք առնում յուրաքանչյուր մանրուք, բեռնվածությունից ապագա ընդլայնման հնարավորություններ եւ համակարգի համատեղ աշխատանք։ Եկեք դիտարկենք մի քանի օրինակ։ Պատկերացրեք նոր կառուցվող բիզնես կենտրոն։ Եթե սկզբից ճիշտ հաշվարկված է բեռը եւ ճիշտ ընտրված են վահանակները, ապագայում հնարավոր կլինի առանց խնդիրների ավելացնել նոր գրասենյակներ եւ կամ սարքավորումներ։ Բայց եթե դա չի արվել, ցանկացած փոփոխություն կդառնա բարդ եւ թանկ գործընթաց։ Այսինքն, ճիշտ հիմքը խնայում է ժամանակ, գումար եւ իհարկե նյարդեր։ Շատ հաճախ մարդիկ ուշադրություն են դարձնում միայն տեսանելի հատվածներին՝ ինտերիեր, դիզայն, բայց իրականում ամենակարևոր համակարգերը հենց այն համակարգերն են, որոնք չեն երևում եւ թաքնված են աչքից։ Եվ դրանցից առաջինը էլեկտրատեխնիկական համակարգերն են։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք կշարունակենք այս թեման եւ կխոսենք լրացուցիչ կարևոր լուծումների մասին, ինչպիսիք են հողանցման, շանթապաշտպանության համակարգերը, ելքի վթարային լուսավորությունը եւ անխափան սնուցման համակարգերը։ Իսկ դուք մնացեք մեզ հետ եւ բաց մի թողեք Smart Design խորագիրը։ Տունտեղ հերթանախագծի շրջանակում մենք մշտապես անկեղծ զրույցներ ենք ունեցել այն բոլոր խնդիրների մասին, որ տիրում է այսօր շինարարության վերանորոգման ոլորտում, ինչպես նաև ինտերիեր դիզայնի աշխարհում։ Շարունակում ենք մեր զրույցները Arma Design Studio-ի ղեկավար, եղանակահար եւ դիզայներ Արամ Դանելյանի հետ։ Ողջույն Արամ։ Ողջույն։ Արամ, շնորհակալ եմ, որ շատ անկեղծ զրույցներ ենք ունենում, որովհետեւ շատ քչերը կհամաձայնվեն կամ կհամարձակվեին եթերում նման երևույթների մասին խոսել։ Այսօր խոսելու ենք ամեն ինչի մասին, ինչ կարելի է անվանել fake, հա։ Կահույքի մասին ենք այսօր խոսելու։ Միտում, որ Հայաստանում վերջի տարիներին շատ ակտուալ է դառնում, այսինքն բնականաբար բրենդային ճանաչված մոդելները կահույքի շատ թանկ արժեն եւ շատերը նախընտրում են օրինակ պարզ խոսենք Չինաստանից ներմուծել այդ նույն մոդելների ֆեյք տարբերակները բավականին անորակ, բավականին էժան տարբերակներ եւ այս միջոցով ստեղծել այս շքեղ կյանքի, հա, շքեղ ինտերիերների իմիտացիա։ Ինչ է կարծում, սրա այլընտրանքը ավելի լավ չէ, որ օրինակ հայկական ընկերություններ, ովքեր շատ լավ որակով կահույք են արտադրում, այօրինակ իրենք փորձեն, թեկուզ նմանակեն կամ ինչու՞ չէ նաև կրկնօրինակեն, բայց նաև ավելացնելով ինչ-որ սեփական հետաքրքիր դետալներ, այսպիսով նաև գոնե զարկ տան հայկական կահույքագործությանը, այլ ոչ թե ինչ-որ, չգիտեմ, հասկանում եք ուր եմ գնում։ Կարեն, կարող եմ ասել, որ մեզ շատ քիչ են հանդիպում մարդիկ, ովքեր fake կահույք են պատվիրում, ինչի, որովհետև մենք հենց ի սկզբանե գնում ենք պայմանավորվածության, որ պետք է ուշադրություն դարձնել որակին, ֆորմաներին եւ դիզայնին։ Մինչ մեր նկարահանումը դուք տեսաք րոպեներ առաջ մեր պատվիրատուն հիմա գտնվում է Իտալիայում եւ բազմոցների նկարներ էր ուղարկում, այսինքն նա մեկնել է կոնկրետ ֆաբրիկա, կոնկրետ արտադրամաս, ոչ շատ հայտնի ընկերություն, բայց որակով արտադրող։ Եվ նայեք, ես առասարակ միտում չունեմ չինական շուկային թերագնահատելու, որովհետև այսօր Չինաստանը գրեթե բոլոր ոլորտներում առաջատար է եւ նույն Չինաստանում ստեղծվում են այնպիսի մոդելներ, որոնք այլ ապրանքանիշերի անվան տանք վաճառվում են, հա, միջազգային բրենդներ, նույնն Հայաստանում կան ներկայացուցիչներ, որոնք այո ներմուծում են Չինաստանից, բայց բարձրակարգ կահույք։ Այո, Չինաստանում նույնպես կան բարձրակարգ կահույք, դետալներ, էլեմենտներ, դեկորներ, նյութեր ինտերիերի եւ միանշանակ չի կարելի ստվերել չինական որակով ապրանքներ։ Բայց շատ տարօրինակ է, երբ նույն համացանցում տեսնում ես ինչ-որ հայտնի սեղանի, հենց կոնկրետ իմ դեպքում եղել է նման դեպք, սեղանի մոդել, որը իսկապես բավականին թանկ արժե, հա, իտալական արտադրողի կողմից, ներկայացված են նաև չինական բարձր արտադրողի կողմից համարյա նույն գնային սեգմենտում եւ ներկայացված է 20-ից 20 անգամ ավելի ցածր արժեքով մեկ այլ ընկերություն Հայաստանում եւ ստեղծում է իմիտացիա, որ այս բոլորը ներկայացնում են նույն ապրանքը, որտեղ վիզուալ նկարով, հա,
հաճախորդը չի կարող տարբերել։ Եվ այստեղ առաջանում է մի գաղափար, որ հա սա բրենդային ապրանք է, դրա համար են թանկ վաճառում այս խանութում, իսկ այստեղ նույն ապրանքը վաճառում են ավելի ցածր։ Այս միֆը ուզում եմ կոտրել, ծելի հերթատոներ, դա այդպես չէ իրականում, եթե դուք համեմատեք այս երկու ապրանքները, ասենք տարբեր լրիվ այլ բաներ են։ Նույնն էլ հագուստի աշխարհում, շատ հաճախ նմանակում են, որովհետև լուսանկարներում այնքան էլ չի տարբերվում իրականը ոչ իրականից, բայց այս խնդիրը կա։ Կարեն, գիտեք, թե կահույքը, թե հագուստը գուցե լուսանկարներով չտարբերի, բայց օրիգինալ հագուստ, թե կահույք օգտագործողը շատ լավ տեսնում է եւ շատ լավ նկատում է, դրա համար ոչ մեկի խորհուրդ չեմ տա նման քայլերի գնալ։ Չինաստանում կան եւ ձեր ասած կրկնօրինակող ընկերություններ եւ շատ հզոր ֆաբրիկաներ բարձր կլասի, բարձր որակի, որոնք չեն զիջում իտալական օրինակ, հա, կահույքին։ Այնուամենայնիվ հիմա կա հնարավորություն քո դիզայնով պատվիրել չինական ֆաբրիկայում եւ ինդիվիդուալ պատվերը կատարել բերել Հայաստան։ Այո։ Ինչն է շատ բարձր որակով իրականացվում։ Այո, բայց կարող եմ նշել, որ հայկական արտադրողների մոտ բավականին դինամիկ ձևով աճում է որակը, որովհետեւ հիմա արդեն չես կարող տարբերել որտեղ է դա արտադրվել, հետո հարցնում ես, տեսնում ես, որ Հայաստանում է արտադրվել։ Եվ բավականին ճկուն են։ Ցանկացած նախագծով, ցանկացած գույնի, ձևի, ֆորմայի արտադրում են։ Այո, եւ իսկապես Հայաստանում կան արդեն ընկերություններ, որ կարող են ռեալիզացնել յուրաքանչյուր քո ցանկությունը։ Սկսած փափուկ կահույքից, վերջացված, չգիտեմ, կահույքի շատ բարդ մոդելներ։ Եվ մեր նախորդ եթերաշրջաններում մենք ունեցել ենք նմանատիպ փորձ եւ ուղղակի իմ ֆանտազիայի հարցուկում գծագրված աթոռ, որը ֆունկցիոնալ առումով պարզապես ձախողում էր, անկեղծ լինեմ, բայց արտաքին տեսքով շատ գեղեցիկ է եւ մինչ այսօր մեր տաղավարում տեղադրված է։ Այնպես որ կարծում եմ պետք է կրթվել եւ շատ լավ է որ մեր հայ դիզայներ ճարտարապետները մեկնում են նմանատիպ մեծ փառատոներ, ինչպես Միլանն է, Լաս Վեգասում եւ այլն, տեսնում են այն ամեն ինչ կատարվում է աշխարհում, որպեսզի իսկապես հետ չլինեն եւ Հայաստանում ներկայացնեն ամենավորակյալ, ամենաթարմը եւ ամենադիզայներականը։ Շնորհակալ եմ Արամ, շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար։ Մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը եւ կշարունակենք մեր հեռուստատեսային այս ուղեցույցը մեր հեռուստատողների համար։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։ We'll be right back.